Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր սիրով հյուրընկալվել եմ գրող հրապարակախոս, հայագետ, արևելագետ Լիա Ավետիսյանի տանը։ Մնացեք մեզ հետ, հետաքրքիր զրույց է սպասվում, Լիա Ավետիսյանը խոստացել է, որ բացելու է փակագծերը։ Ները եկավ։ Ների հետ եկան սարսափելի արհավիրքներ։ Իրանը կարող է ցավոտ պատասխան տալ։ Իհարկե։ Տրամփը արևտրական գիշատիչ է։ Մեր երկիրը վերցեց, մեջտեղից բացեց, ոնց որ վիրահատություն անես։ Այսինքն ուզում եք ասեք, որ Նեթանյահուն համագործակցում է ՆԵՌ-ի հետ։ Իրա ենթականը։ Իրադարձությունների որ զարգացման դեպքում է Ադրբեջանը եւ Թուրքիան անցնելու գործի։ Մանկահասակ երեխաների թուրմը խմում է, ինքը թարմանում է։ Նեթանյահուն։ Այո, սատանա է, ինքը այդ Էփստեյնի հետ անմիջական կապ ունեցող մարդ է։ Ների ժամանակահատվածը 2028 թվականին ավարտվում է։ Այսինքն այս պատերազմը սատանայի պատերազմն է։ Իհարկե, ես ասել եմ իմիջիայլոց, երբ որ 16 թվականին Ների գալուստը տոնեցին Գետարդի Լեռնանցքի բացման առիթով։ Եվ ազգովի պարկում ենք ու կրկրակում ենք մեր ապուշ գլխներին, որ թույլ տվեցինք։ Հայաստանը մաքսիմալ թույլատնի եւ թիրի։ Որ Իրանը ասում է, այսպիսի երկիր չի եղել Իսրայել ու չի լինելու, որովհետև սա վտանգ է տեղով Մերձավոր Արևելքի համար։ Այսինքն հնարավոր է, որ այս պատերազմի մեջ ներքաշեն նաև Հայաստանը։ Ես կարծում եմ, որ չի ստացվի իրանց հաղթանակը։ Իսրայելին ու Ամերիկային չի հաջողվելու։ Չէ, իրանք շատ մեծ վնասներ։ Իրանի պարտությունը մեզ շահավետ է հայերից համար։ Ոչ մի դեպքում։ Ոչ մի դեպքում։ Իրանը մեզ համար հենարան։ Իսրայելը եւ Ամերիկան մտադիր են օգտագործել միջուկային զենք ու գցել դա Իրանի վրա։ Այսօր մենք որքանով վստահ լինենք, որ Հայաստանի սահմանները պաշտպանված կմնան այս պատերազմի ընթացքում։ Չկա այդպիսի երաշխիք։ Չկա։ Չկա, որովհետեւ պետք է մենք մինչեւ 28 թիվը ոտքի կանգնենք։ Հերիք եղավ, բոլ եղավ, ամոթ։ Շնորհակալություն Տիկին Լիա, որ հյուրընկալել եք ձեր տուն, այսօր շատ կարևոր հարցեր ենք քննարկելու։ Հուսով եմ պատրաստ եք։ Ես միշտ պատրաստ եմ, այս տունն էլ միայն լավ մարդկանց համար է, դրա համար բարով եք եկել։ Երախտապարտ եմ Տիկին Ավետիսյան։ Տարածաշրջանը խառնվել է։ Քաոսի մեջ է, ահեղ պատերազմը սկսվել է։ Այո։ Իսրայելը եւ Ամերիկան հարձակվեցին Իրանի վրա։ Սրանից ինչ հոտ եք առնում եւ ինչ վտանգներ եք տեսնում այսօր Հայաստանը ինչի մեջ է։ Գիտես ինչ, իհարկե դա վաղուց մշակված ծրագիր է այս պատերազմի։ Այն մայմունին էլ հանել են բանի սնդուկից այդ նախքին թանկաժառանգին, որ ինքը հիմա դիմում է Իրանի ժողովրդին, թե ձերբազատվեք ձեր ղեկավարությունից, ինքը ինչ թանկաժառանգ։ Իրանց վտանգը միակ զենքը չի։ Վտանգը այն է, որ Իրանը ասում է, այսպիսի երկիր չի եղել Իսրայել ու չի լինելու, որովհետև սա վտանգ է տեղով Մերձավոր Արևելքի համար։ Էդ է սաղ կռիվը, ինքը չի ճանաչել մինչև հիմա Իսրայելը, ոնց որ Իսրայելը մինչև հիմա չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, օրինակ։ Սկզբունքային հարցը։ Ով սկսեց պատերազմը։ Ամերիկացիները եւ Իսրայելը սկսեցին պատերազմը միաժամանակ, փաստորեն շատ հարվածեցին։ Կա Աբրահամի պայմանագիր, այսպիսի հասկացություն, քանի որ Իսրայելը եւ Ամերիկայի սիոնիստները ունեին ցանկություն արաբական աշխարհը քայքայելու, մասնատելու, իրանք գտան են երկրները, որտեղ իշխանությանը փաստորեն հուդազուներ են նստած, արաբական բանով մակնիշով, եւ սատարում են Իսրայելին, իրանց հետ կգեցին պայմանագիր։ Մեկը Միացյալ Արաբական Էմիրություններն են, օրինակ։ Իրանը հասցրեց, այսօր մի հատ իրանց քյալին տվեց։ Այդ Աբրահամի պայմանագիրը այնա, որ արաբական աշխարհը այլևս միաձույլ մի բան չի, կառույց չի։ Ժամանակին եղել է արաբական երկրների լիգա, շատ բան էր
կարևոր միություն էր, քաղաքական ուժ էր աշխարհում։ Հիմա այլևս չկա։ Ժամանակին նստացրեցին Սաուդական Արաբիայում իբր թե Մուհամեդի ժառանգներ, բայց հուդազուներ, որոնք իրանց հերթին անում են ինչ ուզում են, եւ Իրանի վիճակը ծանր է, բայց Իրանը կդիմակայի, օրինակ տես, այս անգամ ինչքան էլ թվում է, որ անսպասելի էր, բայց իրանք հասցրել են իրանց երկրի նախագահին մայրաքաղաքից հեռացնել, պահել ինչ-որտեղ, Փեժեսկյանին էլ բան չի եղել, դեռ այդպիսի, իսկ Իսրայելը պինցետով հավաքում է ղեկավարներին է ոչնչացնում, միշտ, իրանք հրաշալի դիվերսանտներ են, տերորիստներ են, այս անգամ դա չստացվեց, ես կարծում եմ, որ չի ստացվի իրանց հաղթանակը։ Իսրայելին ու Ամերիկային չի հաջողվելու։ Չէ, իրանք շատ մեծ վնասներ իհարկե կաշխատեն, որ տան Իրանին, բայց չի հաջողվի։ Միթե Տիկին Ավետիսյան, հարձակվում են Իրանի նման գերհզոր պետության վրա առանց լուրջ հաշվարկների, կարծում եք, որ Ամերիկան եւ Իսրայելը լուրջ հաշվարկներ չեն ունեցելու, նախապես չեն ծանոթացել Իրանում ստեղծված իրավիճակին, թե ինչպես կարող են Իրանը ներսից պայթեցնել, առավել եւս հրթիռներով։ Հիմա հերոսությունը հաշվարկելու բանը, մարտնչող զինվորի հերոսությունը չես կարող հաշվարկես։ Օրինակ Ալեքսանդր Մատրոսը, ֆաշիստները շատ գիտեին, որ կգնա իր դոշով կփակի թնդանոթը, որ ընկերները չզոհվեն, որ կարողանան առաջ գնալ։ Այնպիսի բաներ կան պատերազմի ժամանակ, որոնք հաշվարկվող չեն։ Որոշակի վերլուծաբաններ, քաղաքագետներ ասում են, որ Իրանը միանշանակ անխոս պարտվելու է, քանի որ Ամերիկան իր ուժերով անհաղթելի է, եւ Իսրայելն էլ ամեն ինչ անելու է մինչեւ վերջին մարդը եւ մինչեւ վերջին հրանոթը եւ հրթիռը։ Ինչ եք կարծում, միթե կհաջողվի Իսրայելին եւ Ամերիկային։ Ես կարծում եմ, որ Իսրայելը եւ Ամերիկան մտադիր են օգտագործել միջուկային զենք ու գցել դա Իրանի վրա։ Այդա խելքի մոտիկա, իրանց նմանը։ Իրանք գիտեն, չէ՞, որ մի հատ սարսափելի բան անել ու գցել հակառակորդի ջեբը։ Եվ ես կարծում եմ, որ իրանց վերջի ցանկությունը B պլանը դա է։ Որովհետև իրանց ազգը ունի այսպիսի առասպելաբանություն, որ Դավիթը, երբ որ իրանց Դավիթը, երբ որ տեսել է, որ թշնամին հաղթում է, սյուները խարխլել է, որպեսզի սյուների տակ, կտուրի տակ ընկնեն եւ ինքը եւ թշնամիները։ Այսինքն անձնազոհություն, ինքնասպանություն, բայց նաեւ ոսոխի սպանություն։ Այդ իրանց նմանը։ Տիկին Լիա, ասում եք, որ հնարավոր է, որ Իսրայելը Ամերիկայի հետ համատեղ միջուկային զենք կիրառեն Իրանի նկատմամբ։ Սա երբ ասում ենք խոսքով, մեկ այլ բան է, երբ փորձում ենք պատկերացնել, մեկ այլ դաժան իրավիճակ կստեղծվի հատկապես մեզ, հայերիս համար։ Ինչ եք կարծում այս Ամերիկա-Իսրայել ընդդեմ Իրան պատերազմը, ինչ սպառնալիքներ եւ ինչ վտանգներ կարող է ստեղծել տարածաշրջանի առավել եւս մեզ համար, Հայաստանի համար։ Օրինակ տես հաշվարկվող բանը, հա։ Ես բարձել եմ, որ շատ վաղուց մեր ջուրը արդեն չի յոդացվում։ Առաջ յոդացվում էր ջերմուղի ջուրը։ Մեր դեղատներում յոդ չկա։ Ներս օգտագործելու։ Երբ որ կա միջուկային վարակում, յոդը լավագույն եւ պրոֆիլակտիկան է եւ դեղորայքը։ Էդի չի հանգած վերացավ։ Ես կարծում եմ, որ սա կոմպլեքսային հաշվարկված է, որ ձեռի հետ հայերն էլ անիծել։ Այսինքն հնարավոր է, որ այս պատերազմի մեջ ներքաշեն նաեւ Հայաստանը։ Նույնիսկ եթե ներ չքաշեն, մեր կողքը պայթեցնեն, քամին կբերի, չէ՞, այդ ալիքները։ Ուր է յոդը։ Իսրայելը եւ Ամերիկան կոնկրետ ինչ են ուզում պատկերացնել Իրան ասելով։
ուզում են ռեժիմը ծնկի բերել, ուզում են Իրանը կառավարել ամբողջովին մեկ կենտրոնից, թե ուզում են Իրանը հիմնովին բնաջնջել։ Չէ, իհարկե չեն ուզում բնաջնջել Իրանը, նախ անհնար է։ Իրանը շատ մեծ երկիր է։ Իրանը 380 քառակուսի կիլոմետր է, շատ մեծ է։ Դե մի քանի հատ Ֆրանսիա կտեղավորվի։ Թե ավելի մեծ է, ես միգուցե սխալվում եմ։ Չէ, իրանք ուզում են փոխեն ուղղակի այդտեղ մարիոնետներ դնեն ու Իսրայելին ամեն ցանկությունը կատարեն, լինեն խոնար ծառաներ, ինչպես այդ Աբրահամի պայմանագրի երկրներն են։ Շատ վերլուծաբաններ նաև ներկայացում են իրավիճակը, ստեղծված իրավիճակ ու նաև զարմանում են, թե Իրանը նույնպես կարող էր հարձակվել ու նաև հարվածներ հասցնել։ Դա վտանեմ, բանն այն է, որ երկրներ կան, որոնք չեն ուզում պատերազմել։ Օրինակ, երեք մեկը եկել էր մեր տուն, ասում է, ինչի անընդհատ Ռուսաստանը պատերազմում։ Որտեղ Ռուսաստանի վրա հարձակվում։ Տիկին Ավետիսյան, Իրանը ի վիճակի է պատասխանել։ Պատասխանել, այո, բայց հարձակվել չի ուզում։ Չի ուզում, բայց հարվածում է, չէ։ Լավ ան, մեկի մրթին տալիս Չէ, չենք որակում ինչ է անում, լավ է անում, թե վատ է անում։ Կարող է ի վիճակի է։ Արդեն սկսել է, արդեն այն բոլոր երկրները, որոնք մասնակից են այդ պայմանագրի Իսրայելի հետ, արդեն մի հատ հարված ստացել են Իրանը։ Որովհետև շատ վերլուծաբաններ ասում են, որ Իրանը անխոս պարտվելու է, չի կարողանալու դիմադրել։ Դե խոսեն, խոսել ենք։ Իրանի պարտությունը մեզ շահավետ է հայերից համար։ Ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում։ Իրանը մեզ համար հենարան է։ Իրանը, ես միշտ ասել եմ, Իրանը մի կողմից, Ռուսաստանը մի կողմից մեզ համար հենարան են։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ երկու երկրները լինեն կանգուն։ Եթե հանկարծ այդ երկրներին բան եղավ, իմիջիալուց Ռուսաստանի վրա էլ բան են Մերձ Բալտիկայից հիմա տանկեր են բերել կանգնացրել սահմանին, որ Ռուսաստանը հանկարծ չհամարձակվի Իրանին սատարել։ Այդ սա պլանավորված է։ Իսկ ըստ ձեզ պատկերը ինչպես կձևավորվի, միթե Ռուսաստանը, միթե Չինաստանը չեն փորձի աջակցության ձեռք մեկնել Իրանին ընդդեմ Իսրայելի, առավել ևս ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Պարտադիր օգնելու են, որովհետև իրանք էլ գիտեն, որ եթե այս մի թևը թուլացավ, իրավիճակն էլ վատ կլինի։ Ապրելով արևելյան երկրներում շատ լավ ուսումնասիրել եք նաև նրանց հոգեկերտվածքը։ Ինչ եք կարծում, արաբական երկրները ինչից է պատճառը, ինչն է պատճառը, որ չեն աջակցում, չեն օժանդակում Իրանին։ Նայած արաբական երկիր, օրինակ Եմենը, որտեղ ես 2 տարի աշխատել եմ, սատարում է։ Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիա ասեցի ջուդեր են նստած արաբի կառնավալային զգեստով։ Քաթար։ Քաթար ուրիշ։ Այդտեղ նստած են ջուդիկները։ Քաթարում տեղադրված են նաև ամերիկյան գրեթե ամենամեծ ռազմաբազաները։ Այո, Միացյալ Էմիրություններում, Քաթարում, Հորդանանում։ Այո։ Եվ իրար բարեկամ են ցախ ղեկավարները։ Իդեպ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է այս հարվածները եւ զգուշացրել լայնամասշտաբ ծավալների վտանգի մասին։ Այսինքն Ռուսաստանը ակամա միանգամից մտավ այս պատերազմի մեջ։ Ակամա չէ, Ռուսաստանը ունի ճիշտ ճշգրիտ դիրքորոշում, որ այս պատերազմը հակամարտկային պատերազմ է ու շատ մեծ ծավալի ներուժ ունի։ Դա է վտանգավորը։ Ռուսաստանը շատ լավ դա հասկանում է։ Ինչ եք կարծում, պատերազմը այս ինչ բնույթ կկրի իր մեջ, երկարատև, թե կոնկրետ գործողություններ, թիրախային գործողություններ, ընդհանուր միջև ծնկի բերեն Իրանը, թե այսպես ասած մաշող պատերազմի էֆեկտ կստանա։ Չէ, այդ հնարավորությունը այնտեղ չկա, դա Ռուսաստան-Ուկրաինա չի, որ մաշող պատերազմ լինի, չէ։ Նախ իրանք շատ լավ գիտեն աստղաբանություն։ Իրանք միշտ սկսում են գառնանը, գառնան մուտքին։ Եվ հիմա էլ սկսել են գառնանը, իրանք մինչև մարտի կեսը ավարտելու են բոլոր դեպքերում։
Եվ իրանց շատ փոքրիկ բան առաջ խաղացումը աշխարհին կներկայացնեն որպես մեծ հաղթանակ։ Այդ PR-ը իրանց մասնագիտությունն է, իրենք լավ են անում։ Այսինքն ըստ ձեզ ինչպիսի դինամիկա եք դուք պատկերացնում, մի քանի օր կտևի, ինչպիսի ընթացք է ստանալու։ Ես կարծում եմ 2 շաբաթից ավել չի կարող տևել ուղղակի։ Բոլորիս էլ պարզ է, Ամերիկան եւ Իսրայելն էլ բացահայտ հայտարարում են, որ Իրանի վրա հարվածները հասցնում են միջուկային ծրագրի մասով։ Ինչ եք կարծում։ Միջուկային ծրագիրն է այդ սպառնալիքը, թե միջուկային ծրագիրը դա լծակ է, որպիսի պատճառ է, պատրվակ է, որպիսի ծնկի բերեն Իրանը։ Ապես, դա պատրվակ է, ընդհանրապես։ Ուղղակի Իսրայելը հիմա ունի մեծ երազանքներ, որ միջին արևելքը դարձնի Իրանով, այսինքն Իսրայելով, որ մեծ Իսրայելի գաղափարը նորից վերածնվեց, չէ՞։ Այս բոլոր փոճուր արաբական երկրները, որոնք քրքրել կտրտել էին առաջի համաշխարհային պատերազմից հետո նկարել էին, հիմա պետք է միանա որպես մեծ Իսրայել։ Իրանց ուզածը դա է։ Իրանը խոչընդոտ է, Իրանը չի թողնում։ Իրանը դեմա, որ այդտեղ մեր ումանուկ կոտորեն Գազայում եւ այլն եւ այլն։ Այսինքն Իրանը կանգնած է որպես իրանց խղճի գործակից, որ խղճը արտնացնող երկիր է Իսրայելի։ Իսկ իրանք խեղճ չունեն։ Իրանք ընդհանրապես հուդայական հավատքը խեղճը որպես տերմին չի ճանաչում, այդ ինչ բան է։ Այս սկսվող պատերազմի հակամարտության մեջ լինելու է կողմ, որը հաղթելու է, լինելու է կողմ, որը պարտվելու է։ Գիտես ինչ, ամեն պատերազմ նաև թե պարտությունն է, թե հաղթանակը, որովհետև ամեն պատերազմ բերում է մեծ փորձ պատերազմում մասնակցելու եւ որովհետեւ դու կորցնում ես քո քաղաքացիներին, կորցնում ես քո շինությունները եւ այլն եւ այլն։ Այդպիսի պատերազմ չկա, որ բացարձակ հաղթանակ լինի կամ բացարձակ պարտություն։ Լավ, ավելի պարզ ասեմ, պատերազմը սկսվել է։ Պատերազմը ըստ ձեզ ինչով է ավարտվելու։ Դու ես բուժակ չեմ, որ ասեմ ինչով է ավարտվելու։ Բայց շատ լավ էքստրասենսոր հատկություններ ունեք, Տիկին Ավետիսյան դուք։ Կնիկեմ, կանեք սաղել էքստրասենսեր։ Դուք ժամանակին բավականին շատ կանխատեսումներ եք արել, որոնք տարիների ընթացքում իրականացվել են։ Համեստություն եք անում, Տիկին Ավետիսյան։ Չէ, ես իրատես եմ, ես ուղղակի այդ Դե ասեք, տեսնենք Իրանն է հաղթելու, թե Ամերիկա, Իսրայել դաշնությունը։ Ես կարծում եմ բոլորը պարտվելու են եւ բոլորը հաղթելու են, որովհետեւ տես մեծ հայրենական պատերազմը շատ չեզոք պատասխան եք տալիս։ Սիրելիս։ Տիկին Ավետիսյան, ձեզ հարց չէ։ Տես ոնց է, մեծ հայրենական պատերազմը, հա? Կամ մեր Ղարաբաղի պատերազմը առաջի։ Ինչքան տղա կորցրեցինք մենք, բայց մի հսկայական փորձ ձեռք բերեցինք, իմանալու թե ինչ է պատերազմը։ Եթե չլիներ դավաճանություն, թոբա թե սրանք հաղթելու էին այս անգամ, վերցնելու էին մեր հողերը։ Այստեղ հարցը ինչու՞մն է։ Կկարողանան Իրանի ներսում գտնել այնպիսի դավաճաններ, որոնք կհանձնեն Իրանը։ Այդ շատ կարևոր է։ Քանի որ Իրանը իր շարքերը լավ մաքրեց վերջերս, ու մի քանի հազար մարդ բանը մահապատժի ենթարկեց, կարծում եմ, որ չեն գտնի։ Տիկին Ավետիսյան, կա տարածված կարծիք, որ Թրամփին անմիջապես ղեկավարում է հենց Նեթանյահուն, այդպես է։ Նույն իհարկե, որ Նեթանյահուին էլ են կառավարում, ճիշտ է որ ասենք, Նեթանյահուն Իրանով չի։ Նեթանյահուին ով է կառավարում, Տիկին Ավետիսյան։ Նույն սիոնիստական միջազգային կառույցներ կան, որոնք ղեկավարում են, Նեթանյահուն ով է։ Իսկ այդ կառույցներին ով է հովանավորում։ Սատանան։ Գիտես ինչի եմ ասում, որովհետև իրանց արածը արած չի։ Բա հետո կասեք, որ կանխատեսող չեք, Տիկին Ավետիսյան։ Դե վերլուծելով այդպես է ստացվում։ Այդ ինֆորմացիաները ձեզ որտեղից են հասնում։ Չէ, ես կարդում եմ այն ինչը տպված է աշխարհով մեկ մամուլով։ Օրը 2 ժամ առավոտյան կարդում եմ աշխարհի մամուլը։
Ես ընդամենը անում եմ իմ սեփական վերլուծությունը, ոչ թե ես ուրիշինը պատրաստի հիմա քեզ վերարտադրում եմ, չէ։ Այսինքն այս պատերազմը սատանայի պատերազմն է։ Իհարկե, ես ասել եմ իմիջայլոց, երբ որ 16 թվականին Ների գալուստը տոնեցին Գետառդի Լեռնանցքի բացման առիթով։ Դա ինչ էր։ Ները եկավ։ Ների հետ եկան սարսափելի արհավիրքներ աշխարհի։ Իսկ Իսրայելը ինչ կապ ունի այդ ների հետ։ Այդտեղ ռաբին օրնեց։ Այդ միջոցառումը Իսրայելի ժողովուրդը միթե ների հետ լավ հարաբերությունների մեջ է։ Նու Իսրայելի ժողովուրդ ասելով ինչ ես հասկանում, այնտեղ շատ հայ կա։ Այնտեղ արաբներ կան։ Չէ, ես ազգությունը նկատի ունեմ։ Դե բայ գիտես ոնց ցավը տանեմ իրանց հավատքը, երբ որ կարդում ես իրանց թղթեր, փաստաթղթերը, հա, Կաբալան, Թալմուդը։ Այսինքն ուզում եք ասեք, որ Նեթանյահուն համագործակցում է ների հետ։ Իրա ենթականն է։ Ոչ թե համագործակցելը նշանակում է բանը նույն հարթության վրա։ Այսինքն ծառայում է ներին։ Ինքը ծառայում, հա։ Ուրիշ Չէ։ բան չի կարող անել։ Դու օրինակ ուշադրություն չես դարձրել դրա դեմքին։ Ինքը 76 տարեկան մարդ է, 77-ի մեջ է։ Բայց ինքը շատ ջահել տեսք ունի։ Ես էլ եմ որոշակի բաներ հասկանում, տեսնում, բայց որպես լրագրող չեմ կարող ցավոք սրտի արտահայտվել իմ սուբյեկտիվ կարծիքը Տիկին Ավետիսյան։ Հարցս հետեւյալն է, մեկ այլ հարց եմ ուզում տալ ձեզ։ Ինքը բանը մանկահասակ երեխաների թուրմը խմում է, ինքը թարմանում է։ Նեթանյահուն։ Այո, սատանա է, ինքը այդ Էփստեյնի հետ անմիջական կապ ունեցող մարդ է։ Այդ ադրենախրոմ, որ ասում են, այդ ինչ է։ Միջնադարյան լիտոգրաֆիաներ կան, որտեղ ցուցադրված է, ինչպես են ռաբիները, այսպիսի բաներով բարակ խողովակներով երեխայի, վախեցած երեխայի միջից հյութեր քամում։ Դա հետո որ իրանց ջահելացնում է, թարմա պահում, սիրունացնում է։ Նեթանյահուն էլ մեկն է դրանցից։ Ինչ եք ուզում ասել, ուզում եք ասել, որ Նեթանյահուն այս ների ծառան լինելով հակաստվածային գործնեության մեջ է եւ այս պատերազմն էլ, որ հարձակվել է Իրանի վրա, կապված է Այո, կապված է դրա հետ եւ իրանք շտապում են, որովհետեւ ների ժամանակահատվածը 2028 թվականին ավարտվում է։ Դրա համար իրանք տեմպով աշխատում են այս տարիների ընթացքում տեղավորվել։ Տիկին Ավետիսյան, երբ Ռուսաստան-Ուկրաինա կռիվը սկսվեց, մարդիկ խոսում էին ու ասում էին, որ կա գերտերություն, որը կարող է ինչ-որ ձևով հաշտեցնել կամ ընդհանուր հայտարարի բերել։ Գերտերություն ասելով նկատի ունեին Ամերիկային, նկատի ունեին Արևմուտքը։ Հիմա Ամերիկան է այդ պատերազմի մեջ ներգրավվել։ Ինչ-որ մի ուժ հնարավոր է առաջանա, որպեսզի այս պատերազմի վերջը տա կամ դա բերելու է մեկ այլ իրավիճակի համաշխարհային պատերազմի է վերածվելու։ Դա համաշխարհային պատերազմը վաղուց է գնում։ Երբ որ այդ բանը երկօրյակ շենքերի վրա իբր թե արաբները հարձակվեցին ինքնաթիռով որ սուտեր։ Դա ինչ է, համաշխարհային պատերազմի մեկնարկը չէր։ Վերցնում ես այս թվերը դրա 911 չէ, բանը տարեթիվը։ Կա շրիֆտ բանում համակարգչում։ Այդ շրիֆտով երբ որ դա կարդում ես, ստացվում է ինքնաթիռներ, Իսրայելի աստղ եւ մահացածի գանք։ Նույն շրիֆտն է, նույն բովանդակությունն է ուրիշ շրիֆտով։ Այսինքն իրանց մոտ սաղ կոդավորված է։ Ես քեզ կտամ այդ թուղթը կհրապարակես։ Եվ անընդհատ է դրանից հետո անընդմեջ տարի չկա, որ պատերազմ չլինի, արհավիրք չլինի, այս կամ այն տարի։ Համաշխարհային պատերազմը այդպես է։ Լինում է, որ պատերազմը լինում վերջանում է, անցնում են տարիներ, հետո պատմաբանները հետ են նայում, ասում են, վայ, այս 30 տարվա պատերազմ էր։ Տիկին Ավետիսյան, ամեն դեպքում այս պատերազմի հիմքում ինչ է ընկած եւ այս պատերազմի գլխավոր թիրախը Իրանը
իրենց ձեռքը վերցնելով ինչ է ուզում անել Իսրայելը, ինչի է ուզում հասնել։ Ուզում է անխոչնդոտ լափել աշխարհը։ Իսրայելը։ Այո, Իրանը բանը խանգարում է։ Իսկ Իսրայելի նպատակը էդ է։ Իրանք երբ որ ասում են, որ համաշխարհային ջհուդական իշխանություն պետք է տիրի, վաղուց են ասում։ Չէ, վաղուց են ասում։ Այն առաջի համաշխարհային պատերազմի ինչի համար բացեցին։ Իսկ Արցախինը։ Նույնը։ Էլ ինչ նպատակ ունի Իսրայելը այս տարածաշրջանում։ Դրանից լավ նպատակ իրանք ուզում են սաղ աշխարհը իրանցը լինի։ Այսինքն Հայաստանը այս քաոսի մեջ Քանի որ կան աստիճաններ, հա, բանը իշխելու։ Հիմա իրանց կա օգնական աստիճան թուրքական, իրանք թուրքին կասեն թույլ ենք տալիս, որ դու Հայաստանին ղեկավար ես։ Բայց դու մերն ես։ Թուրքը իրանցն է, թող թատրոն չխաղան։ Թուրքը իրանց կառույցն է։ Էրդողան, Նեթանյահու հակամարտություն։ Այո։ Կինոյը որ նայում ես, այդ դերասանները այդտեղ կինոյում նկարահանվելուց հետո գնում են միասին սուրճ են խմում, չէ՞։ Հələ մի բան էլ ավել։ Դա էլ է թատրոն։ Այո։ Այս պատերազմի մեջ մեր տարածաշրջանում Հայաստանը ինչպիսի դիրքում է այսօր։ Այս մեծ պատերազմի մեջ Հայաստանին ինչ վտանգ է սպառնում, եթե Իրանի հյուսիսը դառնա պատերազմի օջախ, որը Հայաստանի հարավն է։ Ինչ վտանգներ են մեզ սպառնում եւ մեր անելիքը այս անելանելի վիճակում ինչը պետք է լինի։ Չէ, եթե անելանելի է, անելիք չկա։ Ուրեմն անելանելի չի վիճակը։ Չէ, եթե ստացվի անելանելի, այսինքն ելք չունենա։ Եթե անելանելի է, ազգովի պարկում ենք ու կրկրակում ենք մեր ապուշ գլխներին, որ թույլ տվեցինք։ Տիկին Ավետիսյան, Ռուսաստանը ինչ դեր կարող է խաղալ այս պատերազմի մեջ։ Ռուսաստանի ձեռքերը մի քիչ կապված են այս ուկրաինական պատերազմով, հա, իրանք ունեին անուրջներ, որ կգնան այս Ադեսա Խարկով կվերցնեն, դու միասին մեր եղբայրական Մերձ Բալտիկան եկել է տիրատանկերով կապել է Կալինինգրադից մինչև գրեթե Նավարոսիսկ։ Իրանք դարձան հենակետ։ Ռուսաստանի դեսպանն էլ ասեց, որ քանի որ դարձել եք դուք թշնամական ուժերի հենակետ, ուրեմն դուք դարձաք ներուժային թիրախ մեզ համար։ Դες խելոք պահեք։ Տիկին Ավետիսյան, եթե Իրանը իսկապես ներքաշվի մեծ պատերազմի մեջ, Ադրբեջանը կարող է օգտվել այդ առիթից եւ միանգամից միջանցքի հարցը հեշտորեն լուծել, միանգամից անխոչնդոտ զավթել միջանցքը։ Գիտես ինչ, քանի որ Ադրբեջանը ունի անուրջներ Իրանի տարածքների մի մասը վերցնելու, որոնք կոչվում են Արևելյան Ադրբեջան են կոչվում, չէ՞, Ատրպատականն, այո։ Հա, չի բացառվում, որ իրանք այդտեղ իրանց մի հատ գցեն։ Եվ մոռանան այս միջանցքի մասին։ Չի բացառվում։ Այսինքն հնարավոր է, որ այդ պատերազմի մեջ ներքաշվի նաև Ադրբեջանը։ Դե գիտես ինչ, իրանք սա բուջուր դուզիկներ են։ Իրանք երբ որ ասում են Սիդեց տայած գոլս դերշատ ինչ ասում է Խազարյանն էլ անում են։ Այդպես որ շատ հնարավոր է։ Շատ հնարավոր է, որ Ադրբեջանը ներքաշվի ուղղակի գնա այդ հողերում կանգնի։ Ինչ է մտածում այս ստեղծված իրավիճակում այսօր Ալիևը։ Շատ գիտեմ Ալիևը մտածել գիտի вообще, Ալիևը մտածել չգիտի։ Իսկ ինչ է պլանավորում։ Իրան գոռոզությունը իրան կերել է։ Ինչ է պլանավորում Ալիևը, Տիկին Ավետիսյան։ Ալիևի գոռոզությունը շատ Աստծո կողմից պատժելի բան է։ Էրդողանը ինչ է պլանավորում այս ստեղծված իրավիճակում։ Էրդողանը պլանավորում է իհարկե ինքը Հայաստանը մաքսիմալ թուլացնի եւ տիրի։ Ալիևին այդ փայը չի հասնի։ Ալիևը Էրդողանը չի թողնի, որ Ալիևը Հայաստանում իշխի։ Երբեք։ Էրդողանը այդ անուրջները ունի։
Էրդողանը ունի ծրագիր մեծ Թուրանի, Իսրայելն էլ ունի ծրագիր մեծ Իսրայելի։ Այո։ Ու ասում եք, որ Իսրայելն ու Թուրքիան, Նեթանյահուն եւ Էրդողանը շատ լավ հարաբերությունների մեջ են, բայց երբ խոսքը վերաբերվում է այդ կոնկրետ շահին, այդ շահը պետք է կիսել։ Կկիսեն։ Հələ որ կկիսեն, քանի որ երկուսին էլ անհրաժեշտ է լրացուցիչ ուժ։ Դեռ իրար չեն ուտի։ Հետո Հայաստանի կարծիքը այսօր ինչ որ մեկը հաշվի առնելու է Հայաստանի հետ։ Չէ։ Հայ ժողովրդի կարծիքը հաշվի կառնեն, եթե մենք լինենք միահամուռ ուժ, եթե մենք վեր կենանք, ոտքի կանգնենք, այդ դեպքում այո։ Այսօր մենք որքանով վստահ լինենք, որ Հայաստանի սահմանները պաշտպանված կմնան այս պատերազմի ընթացքում։ Չկա այդպիսի երաշխիք։ Չկա, որովհետև շատ տեսնելով տենդենսը, հա, սահմանի սրբություն հասկացությունը չունի մեր իշխանությունը։ Իսկ եթե Ամերիկա-Իրան այս պատերազմը բախումը խորանա, Հայաստանը կանգնելու է երկընտրանքի առջև, կամ Իրան, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Չէ, դե լավ, այդքան խելք ունենան, որ չեզոք մնան։ Նույնիսկ լինելով ոչ այնքան մակարդակով եւ ոչ այնքան ազնիվ խելք կունենան, որ չխառնվեն։ Ոչ սրա կողքը կկանգնեն, ոչ նրա։ Իսկ Թուրքիան դիտորդի դերում է լինելու այս պատերազմում։ Մինչև որոշակի պահ, այո։ Մինչև որոշակի պահ։ Մինչև որ ինքը կհասկանա, որ այն թիքենից համար համով է ես գնամ։ Իրադարձությունների որ զարգացման դեպքում է Ադրբեջանը եւ Թուրքիան անցնելու գործի։ Ինչ ընթացքի, ինչ ելքի դեպքում է Ադրբեջանը որոշելու ինչ որ մի քայլ պետք է անի կամ Թուրքիայի դրդմամբ մի բան արվի։ Նու եթե Աստված չտա Իրանը այնքան թուլանա, որ Ադրբեջանը այդքան լկտիանա, որ կարող է գնալ մտնել, այդ ուրիշ բան, բայց ես հույս ունեմ, որ այդ բանը չի լինի։ Որովհետև Ալիևը երբեք չի կորցնի այն հնարավորությունը, որ այս պատերազմական քաոսի շրջանում առաջ չտանի միջանցքը խլելու օրակարգը եւ միանգամից օգտվի այս բարենպաստ չակերտավոր իրավիճակից միանգամից Այս միջանցքը իր համար չի, էլի, Արեգ ջան, այս միջանցքը իր համար չի։ Թող ինքը այդ հույսերը չփայփայի։ Բայց փայփայում է եւ տարատեսակ բարձր ամբիոններից պահանջում է։ Դե խոսում է Ալիևը, գիտես ինչ, իր գոռոզությունը բանը Տիկին Ավետիսյան ասում եք խոսում է, բայց ինչ որ խոսեց, հատկապես այս պատերազմի ընթացքում Արցախյան իրականացավ։ Պատերազմի ընթացքում իհարկե, որովհետև ինքը գիտեր ու մառ է փողով։ Հիմա էլ է սպառնում ու ասում է, որ այս Զանգեզուրի միջանցքը վերցնելու է։ Լավ, արի գրազ գանք եթերում։ Առանց գրազի, Տիկին Ավետիսյան, ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում։ Ես կարծում եմ, որ ինչպես միշտ կրկնում եմ, որ մինչև 28 թիվը մեր բոլոր ուժերը պետք է միացնենք, պետք է լինենք կայուն, հասնենք 28 թվին, էլի։ Տիկին Ավետիսյան, նոր 26 թիվն է սկսվել։ Այո։ Դեռևս 2 տարի ունենք, իսկ 2 տարին բավականին մեծ ժամանակահատված է տարածաշրջանում բավականին մեծ, բավականին խորը փոփոխությունների մասով։ Ասվում է, որ մենք հիմա ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, որ ականատեսնենք այն օրերի, որ այսօր մեր օրերում նոր քարտեզներ են գծվում։ Մարդիկ չեն ուզում վաղը չեմ ուսորը տեսնեն։ Իրենք ուզում են այսօր տեսնեն։ Այսօր տեսնողը չի ընդվզի։ Ինքը ամեն ինչին համաձայն կլինի։ Ինչպես որ ժամանակին էժան բանանին գնաց, այսօր էլ բան բարձր թոշակին կգնա։ Տիկին Ավետիսյան ասում են, որ փոքր մարդիկ քննարկում են մարդկանց, մեծ մարդիկ քննարկում են գաղափարներ։ Եկեք քննարկենք կարևոր գաղափար։ Բայց մեր ժողովրդի մասին է խոսքը, որը բաղկացած է եւ փոքր մարդկանցից եւ մեծ մարդկանցից։ Մեր ժողովուրդը, այս 3 միլիոն հայը, որ այդտեղ ապրում է, իրանք պատկերացում ունեն վաղվա օրը ինչպես կերտենք, որ ինչ, հանուն ինչի, ինչպես, սա շատ կարևոր է եւ դա չենք անում։ Իսկ ինչով ենք զբաղված, Տիկին Ավետիսյան։ TikTok-ով շատ զբաղված են հայերը։ Այդ վտանգավոր բան է, գիտես, այդ հո բարեգործություն չի, այս բանը, այս
ծրագրերի տարածումը, դա դիտմամբ են անում, որ մարդիկ ապուշ դառնան։ Տիկին Ավետիսյան, այսօր այս ստեղծված իրավիճակում ամենավտանգավոր սցենարը Հայաստանի համար ըստ ձեզ որը կլինի եւ դրանից մենք ինչ պետք է անենք, որ խուսափենք։ Ամենավտանգավորն այն է, որ Իրանը կթուլանա, Ռուսաստանին այնքան կնեղեն, որ ռիսկ չի անի այդտեղից քիթը հանի եւ հայն էլ կմնա ձեռնունայն, ոչ մի բան մտքովը չի անցնի, որ կատարի, որպես իր ազգային շահը պաշտպանի, իր ազգային խնդիրները լուծի։ Ու всё, привет. Ստեսություն ձեզ ինքնակառավարում, ստեսություն ձեզ ազատ անկախ Հայաստան, մինչև որ նոր պատմական պահը գա ու աստղեր այնպես պարկեն, որ մենք ասենք, ահա, վաղտնա, հիմա վերկացանք, գնացինք նորից Հայաստան ենք կերտում։ Չէ, Աստված չանի նման սցենարը իրապես կյանքի կոչվի ու դուք եք ասել, որ ամեն ինչ լավ է լինելու Հայաստանում։ Հիմա հակասում եք ձեզ Տիկին Ավետիսյան։ 28 թվից սկսած, մինչև 28 թիվը, պետք է ձեռի բռնած, պինդ կանգնենք, ոնց որ զեյթունցիների պարնա, պինդ կանգնենք ու նույնը ասենք, ճիշտ պատկերացնենք։ Այդ մեխանիզմի բաղադրատոմսը ասեք։ Ասեցի, մենք պետք է ձևակերպենք վաղվա Հայաստանի պատկերը։ Մենք պետք է աջակցենք Իրանին, թե ոչ։ Չենք կարող աջակցել։ Չենք կարող աջակցել մենք Իրանին։ Մենք կարող ենք բարոյապես աջակցել, դա էլ շատ կարևոր է։ Իսկ եթե Իրանին բարոյապես աջակցենք, մի կողմից էլ Ամերիկայի հանդեպ Բա Ամերիկան կնեղանա, կնեղանա։ Թրամփը կնեղանա մեզանից, իսկապես Տիկին Ավետիսյան։ Թե չնեղացած ինչ արեց մեզ համար։ Մեր երկիրը վերցեց, մեջտեղից բացեց, ոնց որ վիրահատություն անես։ Այդ չնեղացած էր անում, բայց նեղացած ինչ է անելու։ Շատերը ասում են, որ եթե Ամերիկան չլիներ, Թրամփը չլիներ, Հայաստանը կկործանվեր եւ կզրկվեինք։ Դա շատերը ով այդքան շատ ապուշ կա Հայաստանում։ Չեմ կարող որակավորում տալ, բայց կան նման տեսակետներ արտահայտողներ։ Դու սխալ տեսակետ աջանս, Թրամփը արևտրական գիշատիչ է։ Ինքը հանուն իր 2.5 կոպեկի կամ 30 արծաթի ամեն ինչի պատրաստ է։ Իր էգոն շատ է։ Եթե հիշում ես պատերազմից, 20 թվականի պատերազմից առաջ Լեդի Գագայի կլիպը մեկ էլ սկսեց տարածվել, որտեղ արյուն կար, որտեղ սարեր կային եւ այլն Հայաստանն էր։ Ու մենք էլ ասում ենք, տեսնես, այդ զուգադիպելը, թե ոնց է։ Դու մի ասի ինքը Էփշտեյնի, այդ խմբակի ակտիվ անդամ է։ Այսինքն այս վաղ որոշումները ցավտ տանեմ, Էփշտեյնի կղզում են կատարվում։ Այդ մենակ բանը մանկահասակ աղջիկներին բռնաբարելով չեն զբաղվում այդտեղ, այդտեղ աշխարհ են կառավարում։ Բա ինչի բացահայտեցին այդ ամենը։ Մեկին պետք էր։ Ում էր պետք։ Ում էր պետք։ Այդ առանձին հաղորդում։ Դե մութ գործերը անում էին տարիներ շարունակ եւ 1000 սարի հետև 1000 կապով կապված էր։ Հիմա ում էր ձեռնտու, որ սա բացահայտվեր։ Ես կարծում եմ, որ դա բացահայտվեց, պատերազմ սկսվեց։ Ես կարծում եմ, որ սա դեմոկրատների արածն է, բացահայտումը, որովհետև իրանք ուզում են օր առաջ Թրամփից ազատվել։ Իսկ օրերս Թրամփը օրինակ ուրբաթ օրը սենատում ասեց. հիմա ով որ կողմա, որ մարդը երբ որ ծնվում է իր սերը այդ ժամանակա որոշվում, ոչ թե հետագայում, թող վեր կենա։ Հանրապետականները բոլորը վեր կացան, դեմոկրատները մնացին նստած։ Դեմոկրատների համար գենդերը շատ կարևոր բիզնես է։ Մարդկանց փչացնելու, փող աշխատելու եւ այլն։ Իրանք օր առաջ ուզում են Թրամփին այդտեղից շպրտած ելնեն։ Ովքեր։ Դեմոկրատները ովքեր են, ընկեր Բայդենը, ընկեր Չէ, նկատի ունեմ դեմոկրատները ինչ ուժերի ներքո են։ Նա հասկացան, կղզում էր գրվում, ամեն ինչ ընդեղ էր։ Իրանք էլ կան այդտեղ, բանը Կլինտոնը այդտեղ Դրա մասին սաքսոֆոնել անվագե, աղջիկել անվագե, ինչ ասես արել է։
Բա դա եմ ասում, այսինքն մի կենտրոնից են ղեկավարվում թե դեմոկրատները, թե հանրապետականները։ Հիմա դա շոու է։ Ну, նաև շոուի բանը մանրեները պարունակում, բայց ընդհանուր առմամբ մեզ ցույց տվեցին աշխարհը ինչպես է կառավարվում։ Ինչպես։ Այդտեղ փչացածներով հավաքվում են, կառավարում են աշխարհը։ Փչացածներով։ Ու հետո խոսում ենք, որ Մարդակերներով։ ինչ կարևոր արժեք է, մարդը բարոյական արժեք է, հասարակական կազմակերպությունների եւ կենտրոններ են ստեղծվում մարդու իրավունքները պաշտպանելու։ Լսի, վերցրել է իր կնգան, որը այդ բանի կղզու այդ աղջիկներից մեկն էր, Մելանիային։ Հիմա նշանակել է ՄԱԿ-ի ղեկավարներից մեկը։ Այդ նորմալ է։ Ալիևի կինը փոխպրեզիդենտ է, Մելանյան այդտեղ ՄԱԿ-ի փոխնախագահ է, էսի չա կատարվում։ Ասում են, եթե Իրանը կարողանա ցավոտ պատասխաններ տալ, ստիպված կլինի Իսրայելը դադարեցնել պատերազմը։ Իրանը կարող է ցավոտ պատասխան տալ։ Իհարկե, Իրանը այն ժամանակ շատ ցավոտ պատասխան տվեց, ձեները կտրեցին, երբ որ Կնեսետը բան արեց, հերթի ռողարկեց, հենց Կնեսետի մեջ։ Առավել եւս Իրանը հաջողությամբ խոցել է իսրայելական առաջավոր անօթաչուներ։ Այո։ Անօթաչուն ոչինչ, բայց երբ որ Կնեսետն է խոցում, իրանց ազգային ժողովը։ Եվ այդտեղ պատգամավոր է մահանում 36 հատ։ Այդ լուրջ բան է։ Առավել եւս Իրանը փակել է Հորմուզի նեղուցը։ Այո։ Հիմա Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, առաջավոր Եվրոպան ինչի մեջ է հայտնվելու։ Նավթ, գազ, նավերով ապրանքներ, Հայաստանն էլ կարող է տնտեսական ճգնաժամի մեջ հայտնվել։ Ընկեր Հայաստան, Ռուսաստանից գազ ստանում էր, խելոք մնա։ Քեզ խելոք պահի։ Այս բանը, գիտես, սթափվելու ժամանակ է։ Ամեն պատերազմ սթափվելու ժամանակ է։ Իրանական անօթաչուն հարվածել է Քուվեյթի օդանավակայանին կան ավերածություններ։ Այսինքն Իրանը բազմածավալ, բազմավեկտոր հարձակումներ իրականացում, այնպես չի որ ներկայացնում էին, որ Իրանը խեղճ ու կրակ է, Ամերիկան, Իսրայելը հարվածեցին, Իրանը միանգամից պայթելու է։ Այդ Աբրահամի միության անդամներին բոլորին խոցել է Իրանը, բոլորին որպես զգուշացում, որպես զգուշացում, հրթիռներ բոլորի հասցեներին ուղարկել է։ Դեռ ավելին, Իրանն արձակել է հիպերձայնային Ֆաթահ հրթիռը, որը գիտեք, բավականին ահարկու մի հրթիռ է։ Ինչ է տպավորությունը, որ Իրանին մեկ աչքով էին նայում։ Ոչ թե մեկ աչքով են նայում, այլ դա PR-ի հարց է։ Իրանք Իրանին ուզում են նսեմացնել։ Օրինակ Իրանի մասին խոսում են որպես տգետ երկիր, կանայք այդտեղ նեղ վիճակում են եւ այլն։ Սուտ։ Այդտեղ համալսարանների ռեկտորներ կան կանայք, այդտեղ ավտո մեքենաների արտադրությունը աշխարհում 5-րդ տեղն է զբաղեցնում։ Իրենք լուրջ բաներ ունեն, տնտեսական առաջխաղացումներ ունեն։ Այդ հələ իրենք սանկցիաների տակ են 79 թվից։ Այն ինչ որ ասում էիք ըստ ձեր տեսակետների, թե Իսրայելը ինչեր է անում Գազայում երեխաների հանդեպ, հիմա նույնը կրկնվում է նաև Իրանում։ Դպրոցի վրա են հրթիռ գցել եւ 100 գրեթե 100-ի է հասել անմեղ երեխաների զոհերի թիվը։ Համալսարանական փողոցն են ռմբակոծել, որտեղ ընդհանրապես եւ բուհեր կան, եւ դպրոցներ, եւ բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ։ Իսրայելի ձեռագիրը անփոփոխ է։ Տիկին Ավետիսյան, Իրանը գրոհել է Դուբայը։ Այո, բայց եմ ասում, բոլորին, ով որ Աբրահամի այդ պայմանագրի անդամ է, բոլորի հասցեներին ուղարկել են հրթիռներ, բոլորին։ Եվ վերջում Տիկին Ավետիսյան, որպես մի ճգնաղ հայագետ, որպես մի ճգնաղ գրող, հրապարակախոս, արևելագետ, այս ստեղծված իրավիճակում ինչ խորհուրդ կտաք ազգս հայոց եւ ինչ պետք է անենք։ Ինչպես միշտ սովորել եւ սովորել, անկրագետ չմնալ։
Ինչպես միշտ, աշխատել, աշխատել եւ աշխատել, չծուլանալ ոչ մի րոպե։ Երբ որ ես տեսնում եմ փողոցում այս ռիքշաները, որ ճաշեր են բաժանում եւ պիցաներ, ես խղճում եմ հայոց տիկնանց փապկասուն, իրանց խեղճ երեխեքին, որ պետք է զիբիլուտեն ճաշի փոխարեն, եւ ոչ թե առողջանան, այլ հիվանդություններով լինեն։ Մենք պետք է ոչ մի վարքյան չնսեմացնենք մեր ազգային հիշողությունը։ Պետք է իմանանք, որ մեր տատիկները մեզանից հիմար չէին, մեզանից շատ ավելի խելոք էին, նույնը մեր իրանց տատիկները։ Սա մնայուն կոնստանտա է, պորտեպորտ անցնող գիտելիքի։ Իրանց ճաշի ռեցեպտը բռնեք ու սարքեք։ Ոչ մի դեպքում, ոչ մի հնդիկից ճաշ չվերցնեք, որովհետև լավ չի ասելը, բայց կաստաները պատահական չեն ծնվել։ Տիկին Ավետիսյան, ինչ եք Լավ կլինի։ մաղթում Հայաստանին եւ ինչ եք տեսնում Հայաստանում։ Հայաստանում կլինի պայծառ ապագա, բայց պետք է մենք մինչև 28 թիվը ոտքի կանգնենք, հերիք եղավ, բոլ եղավ, ամոթը։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան, շնորհակալություն, որ հրավիրեցիք ձեր հյուրընկալ տուն, ունեցանք հետաքրքիր եւ բովանդակալից զրույց։ Մեր հանդիպումները շարունակական են, հետաքրքիր թեմաներով անտարակույս կհանդիպենք։ Համեցեք։ Դուք ինձ մոտ, ես ձեզ մոտ ընկերություն կանենք։ Ամենայն բարիք ձեզ։ Ձեզ համեցեք։ Ահա այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս հայագետ գրողհրապարակախոս Լիա Ավետիսյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։ Ապրիորիվդ ները եկավ։ Ների հետ եկան սարսափելի արհավիրքներ։ Իրանը կարող է ցավոտ պատասխան տալ։ Իհարկե։ Տրամփը արևտրական գիշատիչ է։ Մեր երկիրը վերցեց, մեջտեղից բացեց, ոնց որ վիրահատություն անես։ Այսինքն ուզում եք ասեք, որ Նեթանյահուն համագործակցում է ՆԵՌ-ի հետ։ Իրա ենթականը։ Իրադարձությունների որ զարգացման դեպքում է Ադրբեջանը եւ Թուրքիան անցնելու գործի։ Մանկահասակ երեխաների թուրմը խմում է, ինքը թարմանում է։ Նեթանյահուն։ Այո, սատանա է, ինքը այդ Էփստեյնի հետ անմիջական կապ ունեցող մարդ է։ Ների ժամանակահատվածը 2028 թվականին ավարտվում է։ Այսինքն այս պատերազմը սատանայի պատերազմն է։ Իհարկե, ես ասել եմ իմիջայլոց, երբ որ 16 թվականին Ների գալուստը տոնեցին Գետարտի Լեռնանցքի բացման առիթով։ Եվ ազգովի պարկում ենք ու կրկրակում ենք մեր ապուշ գլխներին, որ թույլ տվեցինք։ Հայաստանը մաքսիմալ թույլատնի եւ տիրի։ Որ Իրանը ասում է, այսպիսի երկիր չի եղել Իսրայել ու չի էլ լինելու, որովհետեւ սա վտանգ է տեղով մերձավոր արևելքի համար։ Այսինքն հնարավոր է, որ այս պատերազմի մեջ ներքաշեն նաև Հայաստանը։ Ես կարծում եմ, որ չի ստացվի իրանց հաղթանակը։ Իսրայելին ու Ամերիկային չի հաջողվելու։ Չէ, իրանք շատ մեծ վնասներ։ Իրանի պարտությունը մեզ շահավետ է հայերից համար։ Ոչ մի դեպքում։ Ոչ մի դեպքում։ Իրանը մեզ համար հենարան։ Իսրայելը եւ Ամերիկան մտադիր են օգտագործել միջուկային զենք ու գցել դա Իրանի վրա։ Այսօր մենք որքանով վստահ լինենք, որ Հայաստանի սահմանները պաշտպանված կմնան այս պատերազմի ընթացքում։ Չկա այդպիսի երաշխիք։ Չկա։ Չկա, որովհետեւ պետք է մենք մինչև 28 թիվը ոտքի կանգնենք, հերիք եղավ, բոլ եղավ, ամոթը։